Ստորագրվեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը Դավոսում, ներկա էր Նիկոլ Փաշինյանը։ Միջազգային երկրորդ օդանավակայանը Կապանում։ Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի եւ Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ, Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Մարտակոսը։ Եպիսկոպոսատ ժողովի կանոնադրությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով, Մայրաթոռը պատասխանել է 10 եպիսկոպոսներին։ Կտրիչ Ներսիսյանն իր թոռներին եկեղեցուն պատկանող գույք է նվիրել։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշել է, թե այս տեղեկատվությունը Մայրաթոռի կողմից չի հերքվել։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր հունվարի 22-ն է 5 շաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Դավոսում քիչ առաջ ստորագրվեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը, միջոցառմանը ներկա են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Միացյալ Նահանգների նախագահը թվելով իր վարչակազմի օրոք դադարեցված պատերազմները հիշատակեց նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Նա ասաց, որ այդ երկրներից շատերի առաջնորդները դարձել են իր բարեկամները։ Թեև վարչապետի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի ֆորումին, այսօր նա մեկնել է Շվեյցարիա միանալու ամերիկյան նախաձեռնությանը։ Միացյալ Նահանգների նախագահը 5 տասնյակից ավելի երկրների առաջնորդների է հրավիրել այս հարթակ։ Ըստ հաղորդումների հրավեր են ստացել նաև Ռուսաստանն ու Բելարուսը, որոնք արևմուտքի կողմից մեկուսացման մեջ էին Ուկրաինայի դեմ պատերազմից հետո։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ սակայն Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև, հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները, սակայն շատ փորձագետների համոզմամբ այս քայլով Թրամփը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի դերը, որի արդյունավետությունը Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է քննադատել։ Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներից մի քանիսը զգուշավոր են արձագանքել այս նախաձեռնությանը։ ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիայի առաջնորդը օրինակ մերժել է դրան միանալ։ Հայաստանը սակայն օրեր առաջ է հայտարարել որ կմիանա Թրամփի առաջնորդած խորհրդին։ Վարչապետ Փաշինյանը սիրով ու պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջ մղմանը, հայտարարել էր Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Խաղաղության խորհուրդը միջազգային նոր հարթակ է, որի ստեղծման մասին Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է դեռ հունվարի 16-ին։ Կառույցի հիմնական առաքելությունը Գազայի հատվածի հետ պատերազմյան վերակառուցման, ապա ռազմականացման ու տարածաշրջանային կանոնության ապահովման կառավարումն է։ Թրամփն այս նախաձեռնությունը ներկայացրել է որպես միավորված ազգերի կազմակերպությանն այլընտրանքային առավել գործնական ու արդյունավետ ձևաչափ, որը պետք է գործի անմիջականորեն իր վարչակազմի հովանու ներքո։ Խորհրդի գործադիր կազմում ընդգրկվելու են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի խորհրդական Զարեթ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն ու Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան։ Դավոսում այս օրերին ընթացող համաշխարհային ֆորումին Հայաստանից ներկա էր նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հայտարարվել էր, որ այս տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի եւ առանց որևէ հիմնավորման։ Այս օրերին կարևոր հանդիպումներին, պանելային քննարկումներին ըստ էության մասնակցում էր միայն նախագահը, որն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման կարևոր դերակատարմանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև արևելք-արևմուտք բնականոն հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ համագործակցության տեսանկյունից շեշտվել է, որ խաղաղ ու կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի ու Ասիայի միջև ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, մենք հայկական կողմից Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում թույլատրելու հարցում ենք ստացել։ Այսպիսով մենք ունենք փաստացի եւ միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է, փոխադրումներն անցնում են Վրաստանով, սակայն մի օր այդ երթուղին եւս կանցնի Հայաստանով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով եւ այդ օրը հեռու չէ, ասել է նա։ Ալիևի խոսքով, եթե Ադրբեջանը չկարողանա հասնել այն ամենին, ինչ ուզում է տարածաշրջանում, ապա չի կարող ձգտել որևէ գլոբալ իրադարձության։ Այսօր Ադրբեջանը հայ եւ Թուրքիայի մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում։ Անշուշտ այդ գործընթացները կհանգեցնեն Թուրքիայի ու Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների միաժամանակյա հաստատմանը, հավելել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Մենք քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրագործման Եվրամիության աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի ու Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ։ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Մարթա Կոսը։ Կապանի Սյունիք օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան, սրա համար ստեղծվում են իրավական հիմքեր, սակայն դեռ պետք է արվեն համապատասխան ներդրումներ։ Հայաստանի կառավարության հունվարի 22-ի նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կորպորասիոն Ամերիկա ՍԱ-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացման նախագծին։ Կոնցեսիոն պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի կառավարության ու կորպորասիոն Ամերիկա ՍԱ-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին։ Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվական։ Կոնցեսիոնները պարտավորվում է իրականացնել 425 միլիոն դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստեր պլանը եւ ներդրումային ծրագիրը կներկայացվի կառավարության համաձայնեցմանը, ասել է Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Մաստեր պլանը հաստատելուց հետո, պարոն Գրիգորյան, անմիջապես իրենք կմեկնարկեն այդ աշխատանքները եւ հենց կոնցեսիոն պայմանագրի այս լրացման տեքստով նախատեսված է, որ մինչև 33 թվականը այդ ներդրումները պետք է իրականացվեն եւ այդ տերմինալի ոչ միայն տերմինալի, այլ բոլոր այդ գույքի եւ սարքավորումների հետ կապված ներդրումները պետք է այդ ընթացքում իրականացվեն։ Եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է, ամեն տարի կազմելով 4 միլիոն ուղևորից պակաս, ապա կառավարությունը պետք է կոնցեսիոների կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագնի ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի քան 3 տարի ժամկետով։ Սահմանվում է, որ կոնցեսիոները պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը եւ դրա պատկանելիքները վերադարձնել կառավարությանը լիովին ու լիարժեք շահագործող վիճակում։ Վերահաստատվում է, որ թե օդանավակայանի ենթակառուցվածքը, թե շահագործումը ողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտների, ասել է Սիմոնյանը։ Նա հավելել է, իրավական առումով այո, սա միջազգային օդանավակայան կարող է լինել, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար Սյունիքի օդանավակայանում պետք է համապատասխան սարքավորումներ ու ներդրումներ իրականացվեն, որ այնտեղ սահմանային, մաքսային եւ այլ գործառույթներ ստեղծվեն։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Պարոն Հայրապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Հայրապետյան, րոպեներ առաջ ստորագրվեց, Դավոսում ստորագրվեց Թրամփի նախաձեռնած այդ խաղաղության խորհրդի կանոնադրությունը, կադրերից պարզ է դառնում, նա փաստորեն կանգնել էր մի պահ եւ Փաշինյանի եւ Ալիևի մեջտեղում, գիտեք, մինչեւ վերջ պարզ չէր Փաշինյանը կմեկնի թե ոչ եւ կարծեք թե շատ արագ կատարվեց ու կազմակերպվեց ու նա միացավ այս հրավերին, իդեպ ուզում եմ ասեմ, որ Ֆրանսիան փաստորեն զգուշավորությամբ մոտեցավ Դոնալդ Թրամփի այս նախաձեռնությանը, ինչպես եք գնահատում ուրեմն Փաշինյանի, Ալիևի ուրեմն ներկայությունը այս կարևոր միջոցառմանը եւ ինչ է փոխվում սրանով ի վերջո, ոչինչ չի փոխվում։ Ոչինչ չի փոխվում, բայց բնականաբար քանի գլուխ ունեն, որ չմասնակցեին, անշուշտ պիտի մասնակցեին, որովհետեւ իրեն աշխարհի կայսր երևակայող Թրամփի դեմ սուր ճոճել, նույնիսկ Ֆրանսիան չի հանդգնում, ընդհանրապես այդպիսի դեմարշային ցույցեր է անում։ Մենք տեսանք, թե Թրամփը ինչպես հեգնանքով արտահայտվեց, արևային ակնոց դրած Մակրոնի հասցեին, ֆրանսիացիներն ինչպես են ընդունում Թրամփի գործունեությունը մանավանդ Գրենլանդիայի հետ կապված, այնպես որ աշխարհը վերափոխվում է, սա էլ որ ստորագրել են ինչ որ բան, չգիտեմ, մերոնք երևի լիք փորձագետներ կան, չէ, տնաբույծ փորձագետներ, թող ասեն, առաջին համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի կարգ ու կանոն հաստատվի, ազգերի լիգա ստեղծվեց։ Հենց դա հասավ իր սահմանաեզրին եւ այլևս Պիկին։ Անկարող էր այդ խաղաղության վիճակը պահել, սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, դա վերջացավ, ազգերի լիգան անիմաստ դարձավ։
երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի դարձյալ խաղաղություն պահեն եւ աշխարհը որոշակի կառավարելի խաղի կանոնների շրջանակում պահեն, ստեղծվեց միավորված ազգերի կազմակերպությունը։ Հիմա տեսնում ենք, որ Թրամփը process-ներն արագացնում է, տեսնում ենք, որ դա էլ հասել է իր սահմանին եւ ասում է, այ հիմա այլընտրանք, սա մակին ստեղծվելիք այլընտրանք է եւ ոչ թե ինչ որ Գազայի համար, Գազայում ասում է գնալու եմ գոլֆի բան եմ սարքելու։ Հիշում եք մի քանի տարի առաջ ասես փողով առնեմ, տվեք Գազայից դուրս եկեք, գնացեք բնակիչներ, ես այդտեղ սիրուն շատ լավ լողափեր կսարքեմ, գոլֆի դաշտեր կսարքեմ։ Այնպես որ նրանց համար մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ հայկական հրաշալի առած կա, որ ասում է կատվի խաղ մկան մահ։ Քանիցս օգտագործել եք այս։ Այ հիմա մենք այդ փոքրիկ կենթանու վիճակում ենք, խոշորներն իրենց համար խաղ են անում։ Հիմա մեր խնդիրը ոտատակ չգնալն է եւ շատ լավ արեց, որ գնաց երկրի ղեկավարն այնտեղ, այնտեղ Վահագն Խաչատրյանն էլ հետը Վահագն Խաչատրյան վաղուց էր գնացել, օրեր առաջ էր գնացել։ Դե մի բանով պիտի զբաղվի այդ մարդը, թե չէ, գոնե մի քանի շուտ գնա բանանի, որ ամեն շրջան այսպես ասած լրիվ անկարևոր է դարձել։ Այո, Սերժ Սարգսյանի արած այդ վատ սահմանադրությունից հետո, որտեղ Հայաստանը դարձավ խորհրդարանական, վարչապետական, այդ ինստիտուտը ցավոք սրտի պարապության մատնվեց, թեև Խաչն է տիրոջը տերն է Խաչին զորավորեցնում, երբ որ Արմեն Սարգսյանն էր կարող էր որոշակի արժեք ունենալ այդ ինստիտուտը, բայց դե Վահագն Խաչատրյանն ինչ պիտի անի, Նիկոլը ոնց ասած նենց էլ պիտի անի էլի։ Լավ, պարոն Հայրապետյան, դուք այսպես շատ լրջորեն կամ այսպես չմոտեցաք օգոստոսի 8-ին, այսպես ինչ որ բան ստորագրվեց օգոստոսի 8-ին, դուք դրա ուրեմն կյանքի կոչման, իմպլեմենտացման հնարավորություն չեք տեսնում, թերահավատ եք ընդհանրապես այդ գործընթացներով, գիտեք, որ այս տարի էլ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, TRIP-ը կարծեք թե մտնում է արդեն, այսպես ասած, գործնական, ուրեմն դաշտ, ինչու եք թերահավատ։ Այստեղ կարող եմ ասել ընդհանրապես տա Աստված զսպված լավատեսություն ունեմ, ոչ թե թերահավատ եմ, բայց մեր հանրույթի մեջ ընդհանրապես հորթի հրճվանքն է շատ, կամ այն մյուս կողմ, ղնջրտում են վեր են ցատկում, նայած թե որտեղից են իրենց վճարահաբերը կրկեսի շնիկների նման դրվում իրենց բերանները, ամեն առիթին ոգևորվում են ռուսամետներ, արևմտամետներ, բայց ընդհանրապես այո, սա անվտանգության լուրջ բարձիկ էր, եւ շատ լավ է որ ստորագրվեց, բայց դրա այլընտրանքն ինչ պիտի լիներ։ Շնորհակալություն։ Գիտեք, այդ զսպվածն էլ ասում եմ նրա համար, որովհետեւ Ռուսաստանը եթե հանկարծ չկարողացավ այդտեղ երակ մտնել, Ռուսաստանը տորպեդահարելու է դա։ Ինչպես որ հենց հիմա մեր ձեռքով տորպեդահարում է։ Քանի անգամ Ալիևը արևմուտքին ասաց, չէ, ես սարքել եմ արդեն ընդամենը մի քանի կիլոմետր բան է մնացել, երկաթուղին պատրաստ է, ավտոճանապարհն է մնում, թե հակառակը ադրբեջանական կողմն արել է, հայկական ինչու չի անում մինչև հիմա որևէ լուրջ աշխատանք։ Ռուսաստանը տորպեդահարում է, այնպես չի որ ես մեղադրում եմ մերանց, որ չեն անում, կարող են Պուտինին դեմ գնալ, չեն կարող, ինչպես կարելի է տերերին դեմ գնալ։ Բայց տեսել եք, չէ, վերջերս բավականին ակտիվ եւ հասցեական խոսում են հիբրիդային գրողների մասին, արձագանքում են օրինակ այնտեղից կրեմլյան ռոպագանդիստների կոշտ հայտարարություններին, կարծեք թե Լավրովն էլ անդրադարձավ այդ հիբրիդային գրողների հետ կապված Հայաստանի վարչապետի ազգային ժողովի նախագահի, այսպես ասած, մեղադրանքներին, եթե ես Լավրովի այդ մի քանի ժամանոց ելույթը ի տարբերություն մեր մանրապճեղների, որոնց վկայակոչեցիք, թե անդրադառնում են, շատ մանրակրկիտ եմ հետևել, աշխատել եմ նույնիսկ որոշ տեղեր մի քանի անգամ լսել, որովհետև այո, մի բևեռում աշխարհի մոդելի պատկերացման կերպը դա է, պետք է ծանոթ լինել, ինչ են ուզում մարդիկ։ Իսկ որ այնտեղ ինչ որ ժուրնալիստների ինչ են ձևեր թափում, այդ Սոլովյովը ինքն իր մտածածն է ասում, ռոպագանդիստներ, բան մտնում թե մեղավորը նա է, Նիկոլին հայել էր, Նիկոլն էլ դրեց փակեց դրան, հիմա տեղը գունավոր գծեր են գնում, երբ որ այդ մարդը պիտի խոսի, ուղիղ հակառակը պետք է թույլ տալ, տեսնենք թե նրա բերանով խոսող Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը բազում բերաններ ունի, բազում ձայներով է խոսում, ինչպես են, ինչ դավեր են մեր հանդեպ նյութում։ Ընդհանրապես այդ ալիքները պիտի դուրս գային հայկական մուլտիպլեքսից, պարոն Հայրապետյան, մենք պիտի
մեր հարկերի հաշվին, այսինքն մենք պիտի վճարենք, որ այդ աղբը ստանանք, այդ կամ այդ ռոպագանդան լսենք նրանց։ Ներեցեք, մենք մեր հարկերի հաշվին մի ամբողջ կառավարություն ենք ստացել որպես աղբ, որը իմ փոխարեն պարգևավճար է ստանում։ Միայն պարգևավճարը իմ 3 տարվա աշխատավարձն է։ Այնպես որ նյութական բանով ես եթե այնտեղ ձայն չեմ հանում, ուրեմն բնականաբար այստեղ էլ ձայն չեմ հանի, ուղիղ հակառակը կասեմ, այո, ռուսական ալիքները պիտի մնան, ինչու, որովհետև մեր ժողովուրդը պարտավոր է իր թշնամուն դեմքով ճանաչել։ Իսկ Ռուսաստանին ճանաչելու համար նրա ռոպագանդան տեսնելը լրիվ բավարար է։ Եթե իհարկե մեր ուղեղի ծալքերը չեն բթացել ալկոհոլի եւ խոլեստերինի խառնուրդից արդեն այդ ճենճահոտը չի պատել մեր ուղեղը, եթե Պարգևավճարների մասին խոսեցիք, անհամաձայնություն, մտահոգություններ ունեք դրա հետ կապված։ Մենք երեք լսում էինք նաև վարչապետը անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների այդ հարցադրումներին։ Սա նոր մեխանիզմ է գործի դրված։ Ֆինանսների նախարարն էր երեք խոսում, ասում էր ես օրինակ դեմ եմ, որ նախարարների աշխատավարձերը բարձրանան, այսինքն չպատճառաբանված, բայց եթե լավ են աշխատում, պիտի խրախուսել, պիտի տալ, բան Հայրապետյան։ Բնականաբար իրենց մի արտահայտություն կարող ենք անել Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարկեսին վկայակոչելով արածեք կովեր, կյանքը կարճ է։ Իսկ նախարարը ոնց կարող էին փոխարեն ասել, թող մտնի հələ բուհերը, թող մտնի մի հատ դպրոցները, եւ եթե ուղեղը հերիք է անում նախարարի կամ նախարարների կամ վարչապետի, թող տեսնեն ինչ թող ասեն ժողովրդին, առաջնորդի ինչ չափով են չափում, լավ են աշխատում թե վատ։ Եթե միայն 1 ամսվա 13-րդ աշխատավարձը կրկնեմ, իմ 3 տարվա աշխատավարձն է, 3 ամսվա չէ, 3 տարվա։ Իրենք պիտի կարողանան ինձ ապացուցել, որ 36 անգամ ինձանից այդ 1 ամսում որևէ նախարար ավելի լավ է աշխատել, քան ես եմ աշխատում իմ 1 ամսում։ Ինչ չափով չափեն, նույն չափով չափվելու են։ Հիմա իրենց ժամանակն է թող անեն իրենց գործը, բայց սա անբարոյականություն է։ Մենք արժեքներ ենք ոտնատակ տալիս, չափման միավորներ չունենք։ Դրա համար էլ կարող են ասել, ես որտեղից ուզում եմ, այնտեղից էլ սկսում եմ, իմ կետից 0-ից եմ սկսում։ Դա բոլոր հեղափոխությունների բերելիք ողբերգության ակունքն է, որ բերել են մարդության սկզբից ի վեր, մանավանդ լուսավորչական ժամանակներից հետո։ Երբ որ հեղափոխություն է արվում, ասում են մենք 0-ից ենք սկսում։ Թող հիմա էլ հայոց պատմությունը 0-ից սկսեն, հա, Բլումբերի 17-ից սկսեն իրենց այդ Մոսկովյան դերակատարումից չէ, դե թողնենք մի կողմ չստացվի, որ հանկարծ հիմա նյութական բաների մասին խոսում են, փառք Աստծո, որ Հայաստանում ինձ նման մարդիկ կան, որոնց համար նյութը երբեք առաջինը չէ, եւ մեր կյանքը չի սկսվում եւ չի ավարտվում պերաշկին նայած ինչ խորությամբ գծելով։ Միջազգային երկրորդ օդանավակայանը Կապանում կլինի, պարոն Հայրապետյան, չեք տեսնում այն դրական քայլերը, որոնք կատարվում են կամ գուցե դրական քողի ներքո ներկայացվում են հանրությանը, անընդհատ այսպես ֆինանսների նախարարն էլ արտաքին պարտքի մասին խոսելով նշում էր, որ մյուս տարի այսպես պետության պարտքի մասին խոսելով նշում էր, մյուս տարվանից արդեն նոր մեխանիզմներ կյանքի կդրվեն, այս հարցին էլ լուծում կտրվի, էլի ամեն ինչ անում են, որ քաղաքացու կյանքը շատ ավելի հարմարավետ լինի։ Չեմ էլ կասկածում, որ հաստատ այնտեղ մարդիկ կլինեն, որ իրենց հնարավորությունների առավելագույն սահմանով գործում են եւ նպատակը բարի է։ Չեմ էլ կասկածում։ Պարզապես ցավալին այն է, որ իրենց հնարավորությունների սահմաններն են շատ սահմանափակ, մտավոր հնարավորությունների մասին է խոսքը եւ հոգեվոր հնարավորությունների։ Իհարկե ողջունելի է, եթե կարողանան Կապանի օդանավակայանը բացել, բայց մի տեսակ կոտրված ժպիտ է գալիս։ 100 տեղից Կապանի օդանավակայանը ուղիղ նշանառության տակ է։ Ղրիմյան հայրիկի կամ մեր պարոն Փաշինյանի թղթե շերեփը պիտի ցույց տանք, ասենք մի խփեք, այդպես չի։ Տեսեք, երբ որ մի քիչ առաջ էինք ասում, չէ, ազգերի լիգա միավորված ազգերի կազմակերպություն, հիմա էլ Թրամփի խաղաղության չգիտեմ ինչը, երբ որ տեսնում են, որ կարելի է խախտել նախորդ պայմանավորվածությունը, ուժերը հերիք է անում, անմիջապես խախտում են։ Հիմա զսպաշապիկ կա Ալիևի վրա, տազ է արել, որովհետև գիտի, նրա վիճակը շատ ավելի խախուտ է կան մեր Փաշինյանինը, հաստատ։ Ինչ նկատի ունեք։ Թրամփը հստակ ասես, քանի տարի ես, բան, ասես 22 ասոցիա, ում կարգին ուժեղ տղա ես։ Իսկ այդ ուժեղներին
այդ տիպի ուժեղներին, բռնապետական ուժեղներին ավելի հզոր բռնապետները չեն հանդուրժում երբեք։ Այնպես որ հենց մի փոքր զուլալում գնաց, թող մտածի թե ուր է գնալու Ալիևը, բայց քանի դեռ չի գնացել, մենք իհարկե պիտի հասկանանք ընդհանուր օրենքը, որ Ալիևը չեն վերջին ամենալուրջ դեմոկրատը, չգիտեմ, լիբերալը լիներ անգամ, երբ հնարավորություն ունենար խփելու էր Փարքասո, այսօր այդ հնարավորությունը չունի Ալիևը, ատոմները կրճատացնելով համակերպվել է նրան, որ այլևս Միքայել առաջ չի գալիս։ Խնդիրն այն է, թե մեզանից վերցրած տարածքներից Միքայել հետ գնալու է, թե չէ, այստեղ թող Սահմանազատման հանձնաժողովները երբ կսկսեն կհասնեն այդ հայտված, իշխանությունը գոնե այդպես է մեկնաբանում մեր տաղավարում, երբ նրանց ուղղում ենք հարց, թե երբ են ի վերջո իրենց դիրքերը գնալու, ասում են սահմանազատման գործընթաց գոյություն ունի, երբ հասնեն այդտեղ, բնականաբար կպահանջեն երևի, որ գնան իրենց դիրքերը։ Կգնան իհարկե, սահմանազատման գործընթաց, Աքիլեսի եւ Կրիայի պատմությունն է։ Տգետ են մերոնք, խորը տգետ են։ Այդպիսի բան չկա։ Թող մեր ժողովրդին չխափեն, գոնե տազանեն, սուս մնան, չխափեն, մեր ժողովրդն արժանի չէ, էլի հերթական խափեության չափաբաժնին, ազնիվ եղեք, չեք կարող ազնիվ լինել, ուրեմն լռեք, լավ կանեք լռեք, գլուխը մցրեք ձեր մսուրքի մեջ եւ շարունակեք լափել, ժողովրդին հանգիստ թողեք, մի խափեք նրան, ափսոս է, վաղը երբ որ Սարդարապատի առջև կկանգնենք, այս Սարդարապատը մեր կողմից դատարկ կլինի, եթե պղծված ժողովուրդ ունենանք, իսկ հենց հիմա խափում են եւ պղծում են, ինչպես Ռուբեն Հախվերդյանն իր երգի մեջ ասում։ Պարոն Հայրապետյան, ամիսներ են մնացել խորհրդարանական ընտրություններին, դուք այս արկա պատկերով տեսնում եք իշխանության փոփոխության հնարավորություն թե ոչ, նկատի ունեմ այն պատկերը, որ ներկայացնում են քաղաքական տարբեր ուժեր, խմբեր։ Քաղաքական տարբեր ուժեր, խմբեր Հայաստանում կարծեք թե չկան, մենք քաղաքական տարբեր խմբերի, կուսակցությունների իմիտացիաներ ենք Հայաստանում, ինչպես կարող է գաղութում ինչ որ դեմոկրատական բան լինել, էլի կամ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում, իսկ մենք ռուսական ճամբարում ենք գտնվում, չենք կարողացել շղթան ճեղքել դեռ, եւ երևի պետք է չէ ժամանակից շուտ գլուխ բարձրացնել, այլապես գլուխները սկտրելու են։ Դրա համար նայած պարոն Պուտինին, պարոն Էրդողանին, պարոն Ալիևին, այսօր հարմար է Փաշինյանը, եթե այսօր լիներ ընտրությունը, նա կմնար իշխանության։ Այդ հաշված ամիսների ընթացքում չգիտեմ ինչեր կփոխվեն, իսկ ամենալուրջ փոփոխությունը այ մեր քթի տակ բան է կատարվում։ Իրանը նկատի ունեք, Իրանը զարգացումները։ Երկու բան ապրեք, մեկը Իրանն է, գուցե առաջինը հենց Իրանն է, բայց չէ, այլ ավելի առաջինը քրդական գործոնն է, որ այնպես չի, որ մեզանից շատ հեռու է, բացարձակ հեռու, հենց մեր մաշկին կպած իրադարձություններ են կատարվում այսօր։ Քրդական իրարամերժ խմբերը, ընդ որում Թուրքիայի եւ Սիրիայի հյուսիսի քրդերը դրանք 90%-ից ավելիով հայկական ծագում ունեն։ Տեսեք ինչ է տեղ ունենում, բայց պատասխան կտա Թրամփը իրեն երևակայում է աշխարհի հայերը, չէ՞։ Հայերը իր զավակներից, իր ժողովուրդները զավակներն են։ 40-ից 60 միլիոն տարբեր հաշվարկներ են ասում։ Քուրդ ժողովրդին մի բնակարան, մի հողատարածք, մի տնամերձ պիտի տա, թե չպիտի տա, այդ հարցը պիտի լուծվի։ Եվ հիմա լուծվում է, տեսեք, իրաքյան սահմանը այդ պատնեշը ջարդեցին, թուրքականը ջարդեցին, լուրջ process է գնում, մենք այստեղ ունենք անելիք, թե մեր KGB-ն զբաղված է մենակ ինձ նմաններով կամ ինձ նմանների կամ մյուսների հեռախոսները լսելով կամ գնալով ինչ-որ կաթողիկոսական, տերտերական, չգիտեմ, բաների չվկայակոչված սափրագլուխի ֆունկցիա կատարելով է զբաղված։ Թիկնապահ են աշխատում, բայց դա է ազգային անվտանգությունը։ Սա լուրջ անվտանգության խնդիր է, սա թիվ 1 խնդիրն է, այսօր քրդական խնդիրը եւ իրանական խնդիրը։ Չտեսակ ինչ ասաց այստեղ Իրանի հետ դեսպանը, հաթաթա էր տալիս, եւ այստեղ մի հատ տղա չկար, որ պատասխաներ, ասեր իդիոտ, մեզ չէ դա կրկնում է, այնտեղ մոլլեքը կլինեն, շահը կլինի, թե որ սրիկան կլինի։ Պարոն Հայրապետյան, եւ վարչապետի եւ
ԱԳՆ-ի Չէ, սա պիտի հասկանում եք, ծրագրային մակարդակի հստակ արտահայտվի, ինչպես որ ծրագրային մակարդակի, ասենք Մակրոնի եւ Կանադայի պրեզիդենտը հստակ բաներ են ասում են, այս սրանք են, սրանից են կողմ չկան, կարմիր գծեր քաշելը։ Պիտի ասում մեզ համար էական չէ Իրանում ինչ վարչակարգ կլինի, մենք իրավունք էլ չենք վերապահում մեզ որոշելու Իրանում ինչ վարչակարգ կլինի կամ մեզ ինչը հաճո կլինի։ Մեզ հաճո է միայն այն, որ Իրանը միասնական եւ կայուն պետություն լինի, միասնական եւ կայուն։ Այստեղից լրիվ ուրիշ բան է գնում, չկարծեք էլի, ինչ առաջ Ալիևի համար է ասում, որ հեչել այնպես չի, որ շատ ավելի լավ վիճակում է։ Թուրքիան եւ Իրանը հաղորդակի ծանոթներ են։ Եթե Իրանի խնդիրը սկսվեց, կողքից բզբզալու են եւ Թուրքիա եւ Իրանի խնդիրները միաժամանակ են լուծվելու։ Անհնար է Իրանի խնդիրը լուծել եւ Թուրքիային թողնել։ Եվ դրան լծված է ով տարածաշրջանում ամենալուրջ ազդեցություն ունեցող երկիրը Իսրայելը այսօր։ Այնպես որ խնդիրները շատ ավելի բարդ են եւ պետք չի երևի թե ձեր հեռուստադիտողին այսպիսի մոլեկուլյար մանրամասնությունների մեջ մտցնել, բայց ճշմարտությունն հենց այդ մանրամասնությունների մեջ է թաքնված։ Իսկ եթե մակերեսով են ասում, այ մակերեսով պիտի ասել Իրանի դեսպան տեղը վեր ընկի, դու մեզնից ավելի շատ չէ որ սիրում ես Իրանը։ Եվ հանձնարարությամբ էս այդ հիմարությունը դուրս տալիս։ Բայց իհարկե Հայաստանը կարող է գիտես քո մոլեկի նման տեղը որտեղ ցույցեր արտոնված չլինեն, բոլորն էլ իրավունք ունեն ցույցեր անելու, բայց մյուս կողմից էլ պետք է ասեն այդում փողերով եք գնացել այդտեղ ցույցեր արել, այդ ինչի համար եք անում, ձեզ ինչ այնտեղ մոլեկը կլնեն, թե գիտեմ Կզլբաշ ոստիկանները կլնեն, որ մեր նոր գրականությունը հենց դրանց դեմ պայքարով սկսվեց, չէ՞ Խաչատուր Աբովյանի վերք Հայաստանիով։ Այսինքն խնդիրները շատ ավելի լուրջ եւ խորն են։ Մենք ընկած ջուր ենք ծեծում։ Ներսում է պետք ամեն ինչ անել։ Դրսում ինչ որ անում են մերոնք, մեր իշխանությունները, կարող եմ ասել, որ այո, բավարարի ու լավի միջև սահմանում է գտնում։ Վատ բան չէ որ անում են։ Ներսում այս նույն հարձակատումը եկեղեցու իշխանության։ Եկեղեցի իշխանությունն էլ չէ, այդ երկուսն էլ նույն տեղից հանձնարարությունը ստացած Հայաստանում քաոս ստեղծելու խնդիր են լուծում։ Իհարկե այս կաթողիկոսը կհեռանա։ Ինչի պիտի հեռանա, որովհետև իսկականից բան է փոխվել աշխարհում, բան է փոխվում, իսկ Հայաստանը աշխարհի մաս է կազմում, բան է փոխվում նաև Հայաստանում եւ բնականաբար 5 գինին 5 տակառներում, նոր գինին նոր տակառներում։ Դա էլ հովավետարանում է ասված։ Բնականաբար փոխվելու է, բայց այդ փոխելը այնքան հանգիստ կարելի է անել, անհանգիստ անելը, որ արվում է հիմա, ում է ձեռք տալիս, բացառապես ռուսական կայսրությանը, որպեսզի թեժ պահի վիճակը, որպեսզի իր միջամտելու դռները, դարպասները շատ ավելի լայն լինեն, չնայած ինքը ցանկացած ծողանցքից էլ կմտնի, այստեղ իր հարամությունը կան է Ռուսաստանը։ Եվ իրոք փոխվել է Պրոմզդաչայի, ասել եմ, ընդունում հանձնման գործընթաց է կատարվում տարածաշրջանում, եկեղեցին դրանից ավելին չէ որ դուրս մնա, մանավանդ որ եկեղեցին ինքը սկսեց։ Ինքը հայտարարեց, որ ինքը ստեյության կուսակցություն է, 2 տարի առաջ այն խելացի մի հատ arczepiskopos կար, չէ՞ որ հիմա բանտարկված է։ Միքայել Սրբազան, Բագրատ։ Այո, Բագրատ arczepiskopos-ը։ Այ Բագրատ arczepiskopos-ին ըստ էության կուսակցական խաղի դրթեց։ Ինչքան էլ հայտարարություններն ուզում են լինեն, Ալիևի հայտարարություններն հիմա հավատում եք, չի կարելի հավատ ընծայել, հավատ Աստծո բաժինն է։ Հավատ ընծայել որևէ քաղաքական գործ չի, հրապարակ դուրս եկած մեկի խոսքերին։ Դա Աստծո բաժինն է, եւ մանուկների բաժինը շաների առջև նետել չի կարելի։ Կարելի է վստահության որոշակի տոկոս վերապահել դրանց։ Իսկ մարդը վեր կացել ինչ որ սիրուն բաներ էր ասում, ընդ որում իմ սրտից բխող բաներ էր ասում հոգևոր անվտանգության մասին, 2 կետ կար, որ հրաշալի էր այդ մարդու խոսքի մեջ, ուրիշ որևէ, բայց մեծ հաշվով ինքը կուսակցության հայտ էր ներկայացրել։ Հա, բա պետությունն էլ ասում է, դու իմի տեղը բեր, տեր ես թե կուսակցական ես։ Եկեղեցի դու կուսակցություն ես, թե եկեղեցի ես համահայկական։ Կարող էր դա ասել, բայց ասելու ձև կա։ Այդ հարցերն այնքան վաղուց լուծված կարող են լինել։ Բայց չեն ինչու, որովհետև հրահանգն այդպեսին չէ, քաոսը պետք է ստեղծել Հայաստանում եւ մարդիկ լծված են, 2 կողմից, 3 կողմից լծված են այս միարտային վիճակը ժողովրդի մեջ պահել։ Իսկ մեր ժողովրդին էլ փառք, որ մեծավ մասամբ չի տրվում այդ միարտային վիճակին։ Սովորական ժողովուրդ է, 2 կողմից, 3 կողմից իրենց զոմբիներն ունեն, զբաղված են դրանով, թող զբաղվեն
հոշոտ են իրար արծ չկա, մեր ժողովուրդը իր վարուցանքին է եւ լավ ժողովուրդ է, ոչ կառավարության գործերին, որտեղ իր կառավարությունը չէ, ոչ ընդդիմության, որտեղ իր ընդդիմությունը չէ, ոչ էլ եկեղեցական վերնախավի, որ իր հոգեվոր վերնախավը չէ, դրանց գործերին չի խառնվում։ Ինքը իր համար, երբ որ այնտեղ ոչ մեկը չկա, գնում իր մոմը վառում, իր աղոթքն անում դուրս է գալիս։ Եվ ոչ թե փարիսեցիների նման ցուցադրաբար։ Շնորհակալ եմ, պարոն Ձեր Հայրապետյան։ շնորհակալություն։ Առաջին տաղավարում զրուցում էի հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Մայրաթորն արձագանքել է եպիսկոպոսների հայտարարությանը եպիսկոպոսատ ժողովի անցկացման վայրի հետ կապված հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրաված կարգալույսներին համախորհուրդ 10 եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ուղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան ու անտեսվել են կանոնական դաշտ վերադառնալու խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու առաջարկները։ Միևնույն ժամանակ թե անցյալում, թե առավել ևս այսօր հիշյալ եպիսկոպոսների կողմից որևէ կերպ չեն մատնանշվել իրատեսական ճանապարհները եկեղեցու ու իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ընդհակառակը ակնհայտ ազդեցության ներքո շարունակ փորձեր են կատարվում խնդիրները հանգուցալուծելու ոչ կանոնական դատապարտելի ուղիներով։ Անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը, որոնց աշխատանքներին տասնամյակներ շարունակ հիշյալ եպիսկոպոսներից շատերը իրենց մասնակցությունն են բերել որոշումներ ընդունելու ու պատասխանատվություն ստանձնել եկեղեցու գործունեության հետ կապված։ Այս կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ արդեն իսկ պաշտոնապես տրվել են իշխանությունների հակասահմանադրական քայլերի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ճանապարհներից է նաև հրավիրյալ եպիսկոպոսատ ժողովը, որի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով։ Եկեղեցական կյանքը հուզող կարևորագույն հարցերը, այդ թվում բարձրաձայնվող խնդիրները պետք է քննություն առնվեն եւ պատշաճ լուծումներ գտնեն եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն։ Բացառապես եկեղեցական ժողովական մարմիններում հարկ չկա կանխակալ տրամադրություններ ձևավորելու հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ է եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները, ասված է հայտարարության մեջ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրելյանը եւ Թագուհի Ղազարյանը առաջարկում են փոփոխել պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին օրենքի 37-րդ հոդվածը։ Փոփոխությամբ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել, բացառապես կառավարության համաձայնության դեպքում։ Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանի եւ Թագուհի Ղազարյանի այս նախաձեռնությունը բավականին քննարկման առարկա է դարձել։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Թագուհի Ղազարյանը այսօր հայտարարել է իրենց կողմից առաջարկված փոփոխությունների համար կան մի շարք պատճառներ։ Մի քանի պատմությամբ է հիմնավորվում այս թեման։ Նախ եկեք արձանագրենք, որ հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի անկախ նրանից, թե կան այդ պահին կասկածներ, թե ոչ։ Երկրորդ, մենք գիտենք, մամուլում կան հրապարակումներ, ես հիմա եկեղեցու հաստատի իրավական ներկայացուցիչի ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար անունները եւ հասցեները չեմ տա, բայց կան հրապարակումներ, որ Կտրուչ Ներսիսյանը իր թորներին օրինակ եկեղեցու գույքից բնակարանը չհերկված, ընդ որում կարա հերքի եւ այն մարդիկ, ովքեր դա հրապարակել են, միգուցե հրապարակային խոսեն այդ մասին եւ նաեւ հոգեվոր խորհրդի ներկայացուցիչներ են այդ մասին պատմել, որ եկեղեցու գույքից օտարվել են, նվիրվել են, սեփականաշնորհվել են իր ընտանիքի
համայնքի անդամներին, այս նախադասության մեջ իհարկե ամեն ինչն է աբսուրդ, սկսած այդ նրա ամբողջ նախադասությունը, հա, կաթողիկոսը իր թորներին նվիրել է եկեղեցու գույքը, այս նախադասություն ծայրից ծայր աբսուրդ է, բայց հիմա այդ իրողության մեջ ենք ապրում։ Ինչ վերաբերում է մշակութային արժեքների նկատմամբ վերաբերմունքին, հենց Ազատության մեր գործընկերներին տված, ձեր գործընկերներին տված հարցազրույցում Ասողիկ Քահանան, որ այդ պահին ներկայացնում է եկեղեցուն իրավաբանորեն, ասում է, որ իրենք Գեղարդից մի փշանք, մասունք նվիրել են Ռուսաստանի եկեղեցուն, թեմի առաջնորդին, ռուս ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդին, դրան եթե գումարենք նաև այն քաղաքական հորդորները, որոնք տեղի են ունենում, այսինքն մշակութային արժեքներ նվիրելու պրակտիկա էլ կա, ընծայաբերելու, եթե կարելի է այդ բառը, ճշգրիտ բառը։ Թագուհի Ղազարյանը նաև հավելել է պետության պարտավորությունն է պաշտպանել իր տարածքում գտնվող կրոնական հուշարձանները, օրինակ Հունաստանում եկեղեցիները բացի պետությունից սեփականության իրավունքով որևէ մեկին պատկանելու իրավունք չունեն, այդպիսի երկրները շատ են, հավելել է Ղազարյանը։ Եվ այս պահին զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Պարոն Սաքունց, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ողջույններս, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ պարոն Սաքունց անդրադառնանք եպիսկոպոսած ժողովի հետ կապված այն տայս եպիսկոպոսների արձագանքի, որ անօրինական գործողություններ են Հայաստանի տարածքից դուրս կյանքի կոչել եւ հիմա փաստորեն մայրաթորն է պատասխանում նրանց, ասում է, որ կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով եւ բավականին էլի մեղադրանքներ է հնչեցնում։ Ձեր գնահատական ընդհանրապես այս գործընթացի եպիսկոպոսած ժողովի հետ կապված, գիտեք, դեկտեմբերին այն պետք է տեղի ունենար, բայց մայրաթոռը որոշեց տեղափոխել լարված իրավիճակը հաշվի առնելով եւ հիմա էլ որոշեց Հայաստանի սահմաններից դուրս այն կյանքի կոչել, համեցեք։ Ճիշտ ասած, ես եկեղեցու ոչ կանոնադրությանն եմ ծանոթ, ոչ էլ իրենց գործունեությունը կարգավորող նորմերին, դրանք երևի չգիտեմ հազարավոր թերթեր են տարիների ընթացքում, ուղղակի իրավիճակը այնպիսին է, որ փաստորեն ներեկեղեցական կան, այսինքն եկեղեցու ներսում կան խնդիրներ, որոնց մասին շատերը գիտեին, երկար ժամանակ գիտեին, հատկապես ուրեմն 1999 թվականի հոկտեմբերի 27-ից սկսած ավելի շատ, ավելի քիչ խորհրդային ժամանակահատվածում, այսինքն ըստ էության եկեղեցու որպես միավորի հետ կապված օրինակի համար նույն խորհրդային ժամանակահատվածում ինչպեսին է եղել, ինչ իրադարձություն է եղել, ինչ հարաբերություններ են եղել, նաև Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո հետազոտման ուսումնասիրման թեմա չի հանդիսացել։ Առանձին պատառիկներ, առանձին դրվագներ ուրեմն ներկայացվել են, շատ ավելի ուրեմն պատկերացումներ խոհանոցային մակարդակում է եղել, այսինքն ոչ բարձրաձայն, այսինքն դա համարվել է անձնմխելի կառույց, որի մասին պետք է խոսել միայն լավը, հա, հնդկական սուրբ գովի կարգավիճակում է եղել։ Հիմա այդ ամեն ինչը դուրս է հորդել։ Ակնհայտ է մի բան, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին անգամ օրակարգ դարձավ եկեղեցու ռեֆորմացիայի խնդիրը։ Եվ մենք կարող ենք ասել, որ այն ռեֆորմացիան, որը շատ պետություններում կամ ավելի ճիշտ կաթոլիկ եկեղեցին ժամանակին կրել է բողոքականության շարժման հետ զուգահեռ եւ կաթոլիկ եկեղեցին երբ վիճակվել է կաթոլիկ եկեղեցու քաղաքական դերը, այդ հարցերը եկեղեցի պետություն այդ հարաբերությունների հետ կապված նոր ի հայտ են գալիս կամ նոր ձևավորվում են որպես օրակարգային հարց,
Եվ հիմա թե Ավստրիայում կանցկացնի այդ եկեղեցած ժողովը, թե չգիտեմ Մոսկվայում, թե Լոնդոնում, որտեղ թեմերն է, դա սկզբունքորեն իրենց գործն է, որովհետև ըստ էության դա ինքը ցանցային կառույց է։ Հայ առաքելական եկեղեցին ունի թեմեր տարբեր երկրներում եւ կարծում եմ տարբեր թեմերում էլ կարող է անցկացնել։ Եվ սա մի փաստ է, որը հիմնավորում այն, որ նման տարբեր ռեժիմներով պետություններում նման կառույցի ներկայությունը հենց թելադրում է, որ այդ կառույցը պետք է լինի առավել քան ապաքաղաքական, որովհետև ինքը չի կարող միատեսակ վարքագիծ ունենալ հասարակական կամ քաղաքական կյանքում այդ մի ցանցային կառույցը ամենատարբեր իրար հակադիր անգամ ռեժիմներում ունենալով ներկայացություններ, ասենք պատկերացեք Ռուսաստանում, Բելարուսում եւ մյուս կողմից ասենք Ավստրիայում կամ Գերմանիայում կամ Մեծ Բրիտանիայում։ Այսինքն այստեղ ինքնին իր կարգավիճակը կամ իր բնույթը կազմակերպական թելադրում էր, որ նա պետք է լինի ամենա ոչ քաղաքականը։ Իսկ եթե հիմա Հայաստանում որոշել է քաղաքականությամբ զբաղվել, ես դա համարում եմ հակասահմանադրական, միանշանակ եկեղեցուն եւ եկեղեցի ուրեմն օգնությամբ, բայց ցավոք սրտի այդ հակասահմանադրական գործողությունները ոչ սահմանադրական նաեւ միջոցներով փորձի արվում կասեցվել եւ հիմա լավ է որ խնդիրը ձևակերպվեց, որ ըստ էության որպես ներեկեղեցական խնդիր, եկեղեցու ռեֆորմացիայի խնդիր, բարեփոխման խնդիր, եւ հիմա եկեղեցին պետք է իր մեջ կարողություն, եթե ունի, ուժ, եթե ունի, խելք, եթե ունի, գտնի, որպեսզի իրապես այդ փոփոխությունները, անհրաժեշտ փոփոխությունները կատարի, բայց ես գտնում եմ, որ այնուամենայնիվ ամենից այդ կարմիր գիծը հնարում է, որ եկեղեցի եւ պետության տարանջատման այդ սկզբունքը, այդ կարմիր գիծն է, որից եթե եկեղեցին, որը կատարել է իհարկե խախտման քայլ, դա պետք է դա կանխվեր եւ դա հարցը դրվեր, եւ եթե պետությունն էլ հանձինս իշխանության փորձում է այդ կարմիր գիծը անցնելու այդ հակասահմանադրական վարքագիծը այդ մեթոդներով, որոնք մենք տեսնում ենք իրավապահ, դա նույնպես ամենևին չի տեղավորվում այդ եկեղեցու եւ պետության տարանջատման սկզբունքին։ Սա է իրավիճակը։ Թե չէ հիմա անց ենք ասում Ավստրիայում, թե ինչ դա չի արծի, թե որտեղ են անցկացնում։ Ունի այդ կառույցը այդպիսի ներկայացություն, անց եք ասում իր ներկայացություններից, որից է մեկում խնդիրը, թե ինչ նպատակով է անցկացնում, ինչ խնդիրներ է լուծում։ Ի վերջո պետք է ռեֆորմացիայի ենթարկվի։ Այո, Հայաստանում ռեֆորմացիայի ժամանակահատվածը նոր եկեղեցի պետություն այդ հարաբերությունների կոնտեքստում նոր է որպես օրակարգային հարց դառնում, բայց նաև իհարկե անվտանգային այն ռիսկերը, որ մենք ունենք, այդ ռիսկերի տեսակետից նաև եկեղեցին պետք է կարողանա ճշգրտորեն դիմագրավել, որովհետև Հայաստանի անվտանգության նկատմամբ սպառնալիքը ոչ միայն գալիս է արևելքից, որը ըստ էության կարելի ասել չեզոքացված է կամ գտնվում է ուրեմն ոչ պատերազմական վիճակում, այդ չեն կրակում եւ այլն, բայց ամենամեծ սպառնալիքի հետ կապված հյուսիսից, Կրեմլից, որևէ ինքը այդ սպառնալիքների կա որևէ խոսք չի ասում, որևէ դիրքորոշում չունի, այլ ընդհակառակը հանձինս իր թեմի աջակցում է այդ ագրեսիվ ուրեմն պատերազմին Ուկրաինայի դեմ։ Այսինքն այն դեպքում երբ կարող է ընդհանրապես լռել, ընդհանրապես գտնվել իր հոգևոր դաշտում կամ իր հոգևոր գործունեության դաշտում, որը իրապես որևէ կերպ չի կարող հատվել քաղաքականության հետ, էլ առավել եւս նման հակամարտկային եւ ագրեսիվ պատերազմների հետ։ Շատ հարցեր կան, բայց այդ հարցերը չեն լուծվում այդ սկզբունքների հիման վրա, այդ հարցերը փորձ է արվում լուծվել առճակատման պայմաններում, ցավոք սրտի, հակադրման ճանապարհում եւ բնականաբար այդ առումով միանշանակ է, որ եկեղեցին չի կարողանալու որևէ
այսպես ասած, իր արճակատման հիմքում հանդիսացող այդ քաղաքական նկարտումներում հաղթել։ Չկա այդպիսի բան։ Ոչ միտեղ եկեղեցին չի հաղթել պետությանը։ Պարոն Սաքունց, տեսեք, քաղաքացիական պայմանագրի падգամավորները նաև գիտեք նախաձեռնությամբ հանդես եկան օրենսդրական պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին օրենքում 37-րդ հոդվածը փոփոխելու եւ դրանով ըստ էության այլևս եկեղեցու գույքը այսպես ինքնակամ չեն կարողանա առանց կառավարության համաձայնության նվիրաբերել եւ այսօր ճեպազրույցի ժամանակ էլ Թագուհի Ղազարյանը նշեց, որ կաթողիկոսը իր թոռներին փաստորեն այդպիսի գույք է նվիրել եւ դրա հետ կապված որևէ ուրեմն հերքում չի եղել առ այսօր։ Դուք ընդհանրապես ինչպես է գնահատում այսպիսի նախաձեռնությունը, որքանով հնարավորություն կտա ընդհանրապես վերահսկել եկեղեցու գույքը։ Այն ինչ որ նշեցիք, դա նման տեղեկություն ես չունեմ, խնդիրը կան մենանում, որ նույնիսկ եթե նույնիսկ նման բան եղած էլ չլներ, ասենք թե որի մասին նշել է ազգային ժողովի պատգամավորը, հարց այդ հոդվածով, որը հնարավորություն է տալիս առաքելական եկեղեցուն տնօրինել իր սեփական գույքը, արդյոք դա ընդունելի է կամ արդյոք համապատասխանում է այն հարցին, որ այնուամենայնիվ հայ առաքելական եկեղեցու սեփականությունը հանդիսացող այդ եկեղեցին դա պատմական հուշարձաններ են։ Ի վերջո եկեղեցիները դրանք ոչ միայն զուտ հոգևոր ծառայության տներ են, այլ նաև պատմական հուշարձաններ են, պատմություն ունեցող, որոնք մեր հայ ժողովրդի պատմության ուրեմն ժառանգության մեջ են մտնում։ Եվ հիմա եթե նրանք այդ պատմական ժառանգություն հանդիսացող այդ արժեքը հանդիսանում է ինչ-որ կառույցի սեփականությունը, դրա դեպքում առաքելական եկեղեցու, արդյոք նա իրավունք ունի այդ սեփական գույքը տնօրինել ինչպես ուզենա, չէ՞, վերջին հաշվով այստեղ պատմական ժառանգության հարց կա։ Եվ ուզում եմ ասել, որ անկախ նրանից նվիրած կլիներ, թե նվիրած չլիներ, սկզբունքային այդ հոդվածը պետք է փոխվի եւ չսպասել կամ եւ դա փոփոխություն չպետք է պայմանավորել նման ուրեմն գործողության հնարավորությամբ կամ նման գործողության վերաբերյալ տվյալներ ունենալով եւ ընդհանրապես ասեմ ձեզ այդ հոդվածը նույնպես վկայում է այն մասին, որ 1998 թվականի պետական հեղաշրջումից հետո, երբ որ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության կամ գրավեց նախագահի պաշտոնը եւ նաեւ հետո իր բոլոր գործողություններով, այդ թվում սահմանադրության մեջ ամրագրմամբ առաքելական եկեղեցու պատմական դերի վերաբերյալ այդ դրության ամրագրմամբ, որը չկար 1995 թվականի սահմանադրությամբ եւ այդ սահմանադրական փաթեթների այդ ընդունմամբ ինքը եկեղեցին օգտագործել է, դիտարկել է որպես իշխանության քաղաքական հենարան, այսինքն տվել է այդպիսի առավելություններ եւ ըստ էության որպես քաղաքական իշխանության կարևոր ուրեմն ինստիտուտ է դիտարկել եւ եկեղեցին դա չի մերժել, ավելին չի գտել այդտեղ որևիցե անընդունելի մոտեցում, այն դեպքում, երբ որ պետք է շատ ավելի հեռանկարով նայվեր, հատկապես այդ պատմական ժառանգության արժեքների տեսակետից։ Դա այդ հոդվածի առկայությունը վկայում է հենց այդ նման միտումի, նման տրամաբանության, նման կոնցեպտուալ այդ մոտեցման մասին, որը նույնիսկ կրկնում չպետք է դիտարկել հենց կոնկրետ առանձին փաստերի շրջանակում, այլ կոնցեպտուալ առումով։ Արդյոք առաքելական եկեղեցին կամ ցանկացած կառույց կարող է լինել պատմական հուշարձանների վարչություն, ես չգիտեմ, կամ որևէ այլ կազմակերպություն, որը ասենք թե գնել է ինչ-որ պատմական ժառանգության շենք, ասենք։ Հիմա այդ շենքը ինքը գնել է, իրավունք ունի այդ շենքը ձևափոխի առանց այդ ժառանգության
վերաբերյալ համաձայնության փոփոխությունը պետք է ինչ որ մեկի կողմից թույլտվություն ստանա, ասենք կառավարության կողմից, որ պատասխանատու է պատմական ժառանգության պահպանման համար։ Իհարկե չի կարող է ասենք թե վաճառել, իրացնել եւ այդ իրացնելու հետ կապված նույնպես պետք է ուրեմն պայմանները, որոնք իրացվում են կամ վաճառվում են, նույնպես պետք է սահմանվի պետության կողմից, նույնիսկ կրկին երբ խոսքը վերաբերում է պատմական ժառանգության մասին, թե չէ հիմա դա օգտավոր նվիրել է եւ ես չգիտեմ նվիրել է թե չէ, ասելով չի։ Տեսեք, պարոն Սաքուն, անդրադառնանք նաև այսօր Դավոսում տեղի ունեցածին, մասնավորապես ստորագրվեց Թրամփի նախաձեռնությամբ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, գիտեք, ներկա էր Փաշինյանը, ներկա էր Ալիևը։ Ընդհանուր առմամբ ձեր գնահատականը այսօրերին վարչապետ օրինակ Դավոսում չէր եւ վերջին րոպեին մենք տեսանք նրա մասնակցությունը, Հայաստանը ընդամենը նախագահի մակարդակով էր մասնակցում։ Տիկին Սիրանուշ, եկեք արձանագրենք շատ կարևոր իրողություն։ Հայաստանի Հանրապետությունը ոչ Մեծ Բրիտանիան է, ոչ Գերմանիան է, ոչ Ֆրանսիան է, ոչ էլ Կանադան, որ կարողանա իրեն թույլ տալ միջազգային խոշոր, ես կարող եմ ասել նաև խոշորագույն խաղացողի հրավերը մերժելու կամ հանդես գալու ինքնուրույն ինչ-որ որոշումներով, որոնք կարող են հակասել այդ խաղացողի, Թրամփի, որտեղ իրապես ինքը խաղացող է, դրա կամքին հակառակ գնա։ Ուզած թե չուզած պետք է ինքը ընդունի այն խաղի կանոնները, որ այս պահին այդ փորձանքը եւ միջազգային ամբողջ անվտանգային ճարտարապետությունը դեմոնտաժողը դրա դեմ ինչ որ քայլ արվի կամ չհամաձայնվի։ Անկամ նույնիսկ դեպարզա հիմա ոնց է պատկերացնում հրավիրում է այսպես կոչված խաղաղության խորհուրդ մի մարդկանց, ասենք մնում է Կիմ Չեն Ինն էլ հրավիրի, ես չեմ զարմանա, որ ինչ որ մի պահի Կիմ Չեն Ինն ինքը հրավիրի, Չինաստանի ուրեմն նախագահին կհրավիրի։ Աբսուրդը գիտեք որն է։ Թրամփը խորհուրդը անվանում է խաղաղության կամ հանդես է գալիս խաղաղության խորհուրդ ձևակերպման միջուր նախաձեռնությամբ, երբ որ իր պաշտպանության նախարարությունը անվանում է վերանվանել է պատերազմի նախարարություն։ Իսկ տրամաբանություն մի ձեռքով դու պաշտպանության նախարարությունը անվանում ես պատերազմի, մյուս ձեռքով ՄԱԿ-ը Միավորված ազգերի կազմակերպություն միջազգային կառույց։ Զուգահեռ դրանց ստեղծում ես ուրեմն այսպես կոչված խաղաղության խորհուրդ։ Դեմոնտաժում ես երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա այն ամբողջ միջազգային կանոնների այդ ճարտարապետությունը, այդ ամբողջ համախումբը եւ ջարդում ես փոխային քո ինչ որ բանն ես թելադրում։ Իհարկե Հայաստանի նման պետությունները չեն կարող գնալ այս խելահեղ տենդենսին դեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության այդ ռեսուրսները չունի եւ շատ ավելի մեծ կորուստներ կունենա։ Եվ մեր ամենամեծ խնդիրը հիմա Հայաստանի չդառնալ հերթական անգամ զոհը այդ միջազգային այդ կերպարանափոխումների process-ի ընթացքում ոտնատակ չունել եւ չվերանալ, ինչպես առաջին հանրապետությունը։ Առաջին հանրապետությունը ոտնատակ գնաց, որովհետեւ 2 տարի էր եւ չուներ այդ ռեսուրսները եւ նաեւ այլ շատ անբարենպաստ պայմաններ։ Հիմա կանք առնվազն գոնե միջազգային իրավունքի պես սուբյեկտ, բայց դա երաշխիք չի, որ միշտ կմնաց միջազգային իրավունքի սուբյեկտ։ Դա շատ վտանգավոր ժամանակահատված է, երբ որ միջազգային անվտանգության կանոնները չեն աշխատում։ Եվ այս առումով իհարկե դու ուզած թե չուզած պետք է այդ խոշոր մագնիսական հոսքերի հաշվի առնես եւ այնպեսի վարկագիծ դրսևորես, որ չդառնաս այդ մամլիչի, տակ չմնես կամ մամլիչների տակը չմնես եւ չտրորվես։
ջրնջրվես գնաս։ Սա եւ այս առումով երբ որ հաշվի առնելով անվտանգային ռիսկերը, որոնց մասին արտաքին հետախուզական ծառայությունը բավական շատ հստակ ներկայացրել է, չնայած եթե հիմա այլ ներկայացնեին, ես ես վստահեցնում եմ, բանվսիկ թե շատ նոր կոմպոնենտներ կլինեն, որտեղ իրապես ամեն շաբաթ ամեն օր կարելի է ակնկալել ինչ որ փոփոխություն, ինչ որ ռիսկեր, որտեղ միջազգային անվտանգության այդ նորմերը ըստ էության գծվել են մի կողմ եւ Տրամպը հանդես է գալիս իր տեսակետից, իր շահերի տեսակետից, ոչ թե նույնիսկ Միացյալ Նահանգների շահերի տեսակետից։ Եվ այս բաղադրում իհարկե դու պետքա մասնակցես, բայց ինչ անես, որ չմասնակցես։ Ասես թե չէ, չեմ մասնակցում, որտեղ դու միջազգային կանոններ ես խախտում եւ այլն կամ միջազգային իրավունքն ես ոտնատակ տալիս, հա, ոտնատակ է տալիս։ Շատ ավելի կարևոր որպեսզի դու ոտնատակ չմնես այդ արանքում, այդ ընթացքում։ Դրա համար Դավոսում տեղի ունեցած այդ ամեն ինչը դա դեռ շարունակվելու է, այս լուրջ սպառնալիքը միջազգային նորմերի, հանձինս Տրամպի վարչակազմի, հանձինս Պուտինի, դա ոչ մի անգամ այդ մարդը այդպես էլ Պուտինին չանվանեց ագրեսոր, ոչ էլ որակեց Ուկրաինայի դեմ պատերազմ, սանձազերծած այդ պատերազմը որպես ագրեսիա, հա։ Չգիտեմ, այս պարագայում բավական շատ լուրջ են մեր մարտահրավերները եւ այս առումով բոլոր այն մարդիկ կամ կառույցները, որոնք Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների անվտանգության սպառնալիքների օգտին կամ նրանց աչակցության կողմից հանդես կգան, դրանք Հայաստանի Հանրապետության հակառակորդներն են։ Որտեւ դու ոչ թե պետք է հանդես գաս այս կամ այն ուժի, ուրեմն դու պետք է հանդես գաս սպառնալիքների չեզոքացման դիրքերից։ Դրանց ինչքան որ քո ռեսուրսը թույլ է տալիս, բայց նաեւ սպառնալիքների կանխման տեսակետից դու պետք է նաեւ որոշակի կարողություններ ձևավորես։ Եվ եթե այս պահին այդ հնարավորությունը Միացյալ Նահանգներն են հանձինս Թրիպի, եթե այդ հնարավորությունը Եվրոմիության հետ ռազմավարական նոր օրակարգն է, իհարկե պետք է այդ ռեսուրսների ուղղությամբ աշխատել։ Ոչ ես ասելու, չգիտեք ոնց խաղի կանոններ չկա, ուրեմն եւ այն պարագայում, երբ որ այդ ռեսուրսները ունեցող կամ պարտավորություն ունեցող պետությունը քեզ չէ դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ դիտարկում է որպես իր ենթակա կառույց եւ շատ ցավոտ է մոտենում, երբ որ այդ իր պատկերացած ենթակա այդ տարածքը կամ պետություն, ասեմ կամ ինչ որ իր տեսակետից օբյեկտը թույլ է տալիս ինքնուրույն ինչ որ շարժումներ, ինքնուրույն ինչ որ մտածմունքներ կամ գործողություններ, հա։ Եվ այս առումով հերթական անգամ մենք չպետք է մնանք ռուսական իմպերիայի մամլիչի տակ, սա է ամբողջ խնդիրը, որովհետև այդ մամլիչը ինքը կործանարար է։ Տրամպի հավակնությունները դրանք կունենան վերջ, որովհետև այնուամենայնիվ Միացյալ Նահանգներում կա ընտրական ինստիտուտը։ Այսօր Տրամպը այդպեսին է, այո, շատ մեծ ահավիքներ է, բայց նա փոխվում է, ընտրական ինստիտուտը կա, որը չկա Ռուսաստանում։ Ասում եք, խնդիրներով հանդերձ պետք է տան ինստիտուցիոնալ, որտեղ է քո անվտանգային երաշխիքները, որ կունենա ավելի երկարատև կյանք։ Մենք պայմանագիրը, ավելի ճիշտ համաձայնագիրը, թե հայտարարությունը Բրյուսելում 2024 թվականի ապրիլին ստորագրվեց Բայդենի օրոք, բայց հիմա շարունակվեց Տրամպի վարչակազմի օրոք, ուրեմն ավելի սերտ համագործակցության կամ իրականացման ուղղությամբ քայլերը, սա է կանխատեսելիությունը, որը կանխատեսելի զարգացման հնարավորություն է տեսակետից։ Եվ այս առումով այո պետք է գնալ։ Ուղղակի պետք է սկզբանին գնալ։ Այնտեղ որտեղ Տրամպը կա, ցավոք սրտի այս պահին անկարնայից ինչա, պետք է քեզ թշնամի չդարձնես Տրամպին։ Շնորհակալ եմ։ Չպետք է դարձնես Տրամպին, սա է ամբողջ խնդիրը։ Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։
Հաջողություն։ Զրուցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր եւ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։